Բարցես հարկելի մնտիներ, ծեզի հետ է Հարութ Մարգոսյանը, օրագարկ հայդակի։ Այսօրվան մեր օրագարկն է համաշխարհային և Կովկասյան տարածաշրջանի մեջ ընթացող զարգացումները։ Պիտի խոսենք վերջին շրջանին տեղի ունեցած փոփոխություններուն և Հայաստանի վրա անոնց ազդեցության մասին։ Այս առիթով մեզի հետ է քաղաքագետ Եղիա Դաշչյանը։ Բարեցես։ Բարև։ Սկսենք նախ ավելի համաշխարհային զարգացումներն։ Այսօր Թրամփի նախագահ ընտրվել են ետք։ Ամերիկան գործե գդրուկ բողական շարժումներ կատարել Բայդենի վարչագարկեն, այսինքն ինչպիսի նշանակություններ ունի այսօր անոր ուժի հասնելը Կովկասյան տարածաշրջանի համար։ Շատ լավ։ Նախագահ Տրամփի արտաքին քաղաքականությունը ողովեցի վերլուծենք եւ գիտնանք որոշ չափով, պետք է նաեւ նայենք իր անձնական բեքգրաունդը, ինքը բիզնեսմեն է։ Եվ բիզնեսմենը եթե պիտի ասենք սեմ միշտ risk taker է, risk կան է, չի վերլուծել ասենք քաղաքական հետևանքները ասենք իր քաղաքականության։ Եվ մենք կտեսնենք այսօր լիբանան կամ ասենք միջին արևելքի մեջ։ Հետևաբար այդ պապուկ քաղաքականությունը, որ ամերիկյան ասենք վարչակազմը կոնե նախկին Բայդենի ժամանակ կշարունակեր, այսօր ասենք պապուկ քաղաքականություն չկա եւ մենք կտեսնենք այ USAID եւ այլ ասենք դիպարտմենտներ ինչպես լուծեց այլ գա ասենք այդ գոշտ կամ ասենք hard power այսի միան ասենք գսպարնա իր հագարագորտին եւ այդ ջնշման դագը ինքը համացանությունը գարնե համացանությունը ասենք գզախե ժողովրդնսելով որ դեսեք այս համացանություն բերի բամը որ նախին վարչակազմը չգրծան Եթե պիտի նայենք ասենք միջին արևելքի միջև հարավային Կովկաս, իսկ կարծեմ այսօրվա ասենք վարչակազմին հիմնական նպատակն է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, թեկուզ այդ մեկը ինաբաս Հայաստանի մի դիչլա, բայց պարզապես որպես այդ մեկը ծախե ինքը Տրամփը ցելով որ դեսեք իմ ժամանակաշրջանից խաղաղության պայմանագիր ստորագրվեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Սակայն հետաքրքրական ան է որ այսօրվա վարչակազմը եթե պիտի պակտատենք նախկին վարչակազմը պրոակտիվը չէ Այսինքն ասենք ամերիկան շատ հետաքրքրված չէ որ ասենք ինչպիսի խաղաղության պայմանագիրը պիտի կամ ասենք պայմանագիրը պիտի ստորագրվի եթե ասենք Ադրբեջանը շատ ավելի հաղթանակ գետ արձանագրի կամ Հայաստան իրեն համար կարևորը բանը ստորագրվելն է այո եւ ոչ թե մանրամասնությունն երթալը Իսկ այսօր ամերիկան Դերևս ավելի գործե թափանցել մանավանդ Հայաստանի մեջ դրված լալով ներկա հայ-ռուսական ոչ բարենպաստ հարաբերությունները ասենք այս մեկը ինչպիսի ազդեցություն կունենալ եւ նաեւ այսօր հայ-ռուս հարաբերությունները ուր հասած են Այդ մեկ կարծեմ նաեւ գախյալ է Ամերիկայի կամ Միացյալ Նահանգների եւ Ռուսիա հարաբերությունները եւ Ուկրաինա ասենք պատերազմի կամ հարցի լուծման Եթե Ուկրաինա պատերազմը լուծվի այն ինչ որ Միացյալ Նահանգները ինքը կդեսնի դեսլագամուն լուծվելու, այսինքն խաղաղության դարձաբանագիրը թեկուզ եթե Ուկրաինան իր ասենք մեր երրորդը իր տարածքային ամբողջականության գործունեություն է։ Բայց իր համար կարևոր է այդ մեկը։ Եվ պիտի նայենք որ այդ համացանության ետքը կամ այդ համացանության նաև միաժամանակ աճող համացանությունը գնկված է թեկուզ եթե ոչ գրավոր Ռուսիա եւ Միացյալ Նահանգներու միջև, որ ինչպեսի ուժերու ասենք կամ sphere of influence ինչպես պիտի բաժնվի Եվրասիայի մեջ եւ ես չեմ խոսի միան Եվրոպայի մեջ ասի Ռուսիա թերը ինչ պիտի լաս համացանության ետք եթե ռուսերը պիտի դեսնատ մեկը իբրև հաղթանակ ուրեմն ասել է որ հարավային Կովկաս պիտի վերադառնան շատ ավելի զորավոր ցեվով եւ այս մեկը ասել է որ ապակային ասենք Հայաստան եւ Ադրբեջան բանակցությունների մեջ ռուսերը իրենց ունենան իրենց դերակատարությունը ոչ թե միացան նահանգները Եվրոպան որոշ չափով գործունեացած է դերակատարություն հակառակ որ ասենք մոնիտորինգի այդ խումբերը կան սահմանին վրա, սակայն մենք կտեսնենք այսօր Միացյալ Նահանգները եւ Ռուսիան են գրեթե դարաշրջանին մեջ։ Նաեւ ոչ չիմոնանք, որ Միացյալ Նահանգների հիմնական գեդը այսօր Իրանն է։ Հետևաբար Իրան-Հայաստան հարաբերություններով ասենք զարգացում Միացյալ Նահանգներու ասենք շահերեն չի բխիր։ Քանի որ արդեն 3 երկարծեմ նախագահ Տրամփ հայտարարեց, որ եթե համացանությունը չի կնքվի Իրանի հետ, ուրեմն պետք է Իրանը պատրաստվի, որ Միացյալ Նահանգները կամ ասենք Իսրայելը Ռմբագոձեն Իրան նաև ասոցիացիոնը պիտի լա հարավային Կովկասի վրա վստահ որովհետև այսօր Իրանը Հայաստանին տաշակից բարը չեմ սերկոզել որ շատ մեծ բառ մնե բայց այն ռազմավարական կորձընկեր մնե կամ ասենք տրասի բեդություն մնե որ Հայաստանը գրծավ շնորհիվ Իրանին Ադրբեջանի եւ Թուրքիո ասենք քաղաքականությունը որ ասենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցով զսպել Կոնե ագրեսիվությունը ասենք Ադրբեջանի զսպել եթե Իրանին լծակը տունանա ասել որ Հայաստանի վիճակը շատ ավելի պիտի
վատրանա եւ ստիպված կլաբակային զիջումներու երթալասարցով։ Մանավանդ արևդուրի ալ ճանապարհը Իրանը։ Այո, վստահ, այն ժամանակ ուրեմն Հնդկաստան, Չինաստան։ Եթե անշուշտ եթե ասենք սահմանը ապագայունցվի կամ Իրանի մեջ որոշ ասենք քաղաքական դակտապը դեղի ունենա, մեզ համար կմնա միակ սահմանը Վրաստանը եւ կրնա որևէ բան մտահիլ եւ այն ժամանակ ստիպված է Հայաստանը շատ ավելի ծանր զիջումներով երթալ, որովհետեւ Թուրքիայի սահմանը բացվի։ Ինչ որ գիշենք 2008-ին նաեւ այդպիսի բան եղավ եւ Վրաստանի սինկ պատերազմը դեղի ունեցավ Վրաստանի եւ Ռուսիայի միջեւ այն ժամանակ Սարգսյանը գնաց Թուրքիո, այսինքն որոշ փոխզիջումներով հարցը գար ֆուտբոլային թիվանկերություն, որ հիմնական նպատակն էր, որ եթե անգարում վիճակը ստեղծվի Վրաստան եւ Իրան, Հայաստանը պետք է ունենա երրորդ օլտերնատիվ, այո։ Իսկ այս բարակային Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալը եւ արևդուրի այդ ճանապարհ ունենալը Հնդկաստանի եւ Չինաստանի աստեցությունը որքանով ներկա է Կովկասյան շրջանի մեջ։ Չինաստանի շատ ավելի, որովհետև նաև Չինաստանը ունի տնտեսական եւ նաև ռազմավարական, այսինքն Չինաստանը Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի ռազմավարական համացանություն, այսինքն վերջերս Ադրբեջանի հետ կնքվեցավ անցյալ տարի, նաև Չինաստանը բավական հսկայական ներդրումներ կգադարի, այսինքն միջին միջանցքի հարցով, որուն հիմնական նպատակն է գաբե Չինաստանը Եվրոպայի հարավային Կովկասով։ Ինչու, որովհետև սկիզբը գար հյուսային միջանցքը, որ գաբեր Չինաստան Եվրոպային Ռուսիո միջոցով եւ Ուկրաինայով պատերազմ դեղի ունեցավ, այս միջանցքը այս անկորձացրելի է, որովհետև սանկցիաներ կար, բաժամիջոցներ կար։ Գազովային միջանցքը սակայն շատ ավելի երկար է եւ ասել է որ որքան ասենք ժամանակ գարնե ասենք նավերը հասնի Եվրոպա, ասել է որ ծախսը պիտի շատնա, այսինքն եւ կոստը։ Ուրեմն միակ չանկը կամ ասենք միակ միջոցի չանսն է համար, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տավ հարաբերություն ունենալն է։ Թեգոզ ադիգա ասենք Չինացիները նաեւ որոշ շապով վտանգը գսկան պանդրոնիզմի կամ վտանգը գսկան իղուներու հարցով, սակայն իրենց համար հիմնական խնդիր այսօր արևդուրն է։ Ադիգայի հիմնական ճանապարհ ունենալ դեպի Եվրոպա։ Այո, ուրիշ երկրի ճշտապար Ադրբեջանի եւ կամ ասենք միջին միջանցքի միջոցով բիդելլա։ Եվ աստե նաեւ վտանգավոր եւ կարեւոր գիտնալ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հսկայական լոբինգ աշխատանք կդանինգով, որ նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը նաև միջին միջանցքի մեջ ունեն եւ Չինաստանի աջակցություն անեն։ Սակայն վերջերս նաև Չինաստանի, ասենք, գազի մարդիկ կորսնախարարը շատ հստակ կերպով ասա, որ մեզ համար Հայաստանի հողային կամ դարձկային ամբողջականություն նաև կարևոր է, մենք կհարգենք այդ մեկը։ Ասել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցով Չինաստանի գազիկը նույնանման չէ, ինչ որ Ադրբեջանի եւ Թուրքիան գուզե ունենալ։ Չինաստանը սակայն եթե բիտնային ասենք ասել տնտեսականն է, ռազմավարական ասենք, սակայն ռազմական ներկայություն քրեթե չունի, որը այդտեղը իրեն համար հարց մնա հարավային Կովկասի եւ գահարկի նաեւ Ռուսիո ասենք traditional ասենք այդ թերագադարություն աչճանի մեջ։ Հնդկաստանի հարցով Հնդկաստանը նաև ունի տնտեսական սահմանապակ ասենք ասեցություն, Հայաստանի հետ ունի շատ լավ հարաբերություն, ռազմական նաև հարաբերություններ կան, սակայն ասիկա ավելի բիզնեսային ասենք ռազմական հարաբերություն է, այսինքն ոչ թե դաշնակցային հարաբերություն է, այսինքն Հնդկաստանը դաշնակից չէ Հայաստանին, բայց բարձրապես բիզնես է, գծախեմ, գազեմ որ Հայաստանին նաև մավանդ արտաքին գործնախարարի պետությունը հսկայական չանք պետք է տապեն, որ աբակային Terevas թեգուս եթե ոչ դաշնակցային, բայց ասենք ավելի ռազմավարական հարաբերությունը կամ համացանությունը կնկվի Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ, որը ինչպես որ գտեսնենք, որ միան Ռուսիո վրա կրավտնելը անպայման ասենք մեծ թրական չի դար գետեր։ Եվ Հնդկաստանը ասենք այսօր իսկապես հզոր պետություններն են Եվրասիայի մեջ, որ թե ռազմական առումով, թե տնտեսական առումով փայլուն երկիր մնե, որ մենք կնանք աբակային օկտավիլ անգե։ Սակայն աստե գա հյուսիս հարավ ճանապարհը, որ Հնդկաստանը շահագրգռված է։ Սակայն հոս նաև պետք է զգուշալալ։ Եբեն մենք հայերս կսիրենք չափազանցել։ Եվ որ ես կխոսեմ հյուսիս հարավ միջանցքի մասին, այսօր ինչպես որ է գանցնի աս միջանցքը Հնդկաստանեն, ձով հետո Իրանեն, կամ Բասկաստանեն հետո գերտա Ադրբեջան եւ Ռուսիա, որև Հայաստան տրենիկից չունի Իրանի հետ։ Ուրեմն ստիպված է աթսկայական կարգոները, որ մենք խոսենք տոներով, անցին Ադրբեջանեն, որև քրեթե տրենիկից է գալուցված է։ Գալուցելու վրային, գազը 1 տարի են նույնիսկ ամբողջանա Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, իսկ արդեն Ռուսիա եւ Ադրբեջանի միջեւ գա։ Իսկ Հնդկաստանը եւ Իրանը գործեն որ ճանապարհը հյուսիս-հարավ ճանապարհը, որ գաբե Վրաստանի Հայաստանի սահմանը մինչև Իրանի եւ Հայաստանի սահմանը, որ գալուցելու վրա է գալցեմ նաեւ Կարիմը դարի գդեվե, ադիգա ճանապարհը եւ ոչ տրենիկից է։ Այսինքն հսկայական կարգոները որ կան Իրանի սահմանեն եթե բիդանցնին
Հայաստանի նաև բիդանցին այդ այլանդրանկային ճանապարհով Սյունիքի մեջ քիչ մկարգարով դեպտժվաման ծմրան ժամանակ Լեռնային ջամփով բիդանցին Երևան եւ հետո գնան տրենով ասենք հասնին Վրաստան, ասենք ժամանակ կառնե։ Եվ Սյունիքի շրջանի մեջ կարգոն շատ լիմիտեդ սահմանապակ կլա, որև տրենիկից չի կա։ Եվ ադոր համար գտեմ աստե Ադրբեջանը քիչ ավելի advantage ունի կան Հայաստանը այս առումով, սակայն Հայաստանը պիտի փորձի ամեն ճանք տապել, որ նաև այդ կարգոնե մասը ասնի Հայաստանեն, դե ադիգա եկամուտ են իրենց աղբյուրը, նաև Հայաստանի ռազմավարական թիրքը, ասեմ, Սյունիքի ռազմավարական թիրքը ավելի ասենք կնա կարևոր տանալաբակային։ Իսկ վերադառնալով դեպի արևմուտք, քիչ առաջ նշեցիք, թե Եվրոպական միությունը այդքան մեծ աստեցություն չունի Կովկասի մեջ, որքան Ամերիկան։ Այսօր Հայաստանի մեջ գործընթացը սկսած է անդամակցության հայտ ներկայացնելու Եվրոպական միության, նաև դեսենք Վրաստանի մեջ, որ բավական լարվածություն կա կառավարությունը լալով ռուսական կողմ, ժողովրդի մեկ մասը եվրոպական կողմ։ Այս մեկը որքանով կգնա դարաշրջան անգայունության դանիլ եւ Հայաստանի համար ինչպիսի նշանակություններ ունի այսպիսի հայտ ներկայացնելը Եվրոպական միության։ Անիշ որ բادرեցավ ասկային ժողովներս սիմվոլիկ բան մներ եւ ոչ թե ասենք օրինացել էր որ լիգա ասենք այդ process-ը գա որ նախ գիտենք որ ասեն երկար process-ն է Բալկան երկիներում մեջ կան երկիներ որ ավելի քան 10 տարի տեխնազու են Թուրքիան օրինակ մնա որ ադիգա մենք պետք է ասեն շատ ասենք ուրախ եւ այլն այդ բանը չէ երկար process-ն է Անշուշտ թրագան եւ դասենք ժխտական գեդերը գա, բայց տնտեսագետ չեմ, սո չեմ գնալ բանով խոսիր, որ տնտեսական առումով որքան լավ է եւ մանդ որ ասենք Հայաստանի կախվածությունը եվրասիական շուկային շատ է եւ ոնց Հայաստանը բավական գողտվի։ Ուրեմն եթե ասենք ավական եվրոպական միություն մենք անդամակցենք, ինչ կգործենք եւ ինչ կանենք ադոթի, մասնավորապես ավելի կարեւոր է քիտնալ։ Կալով նաև գազեմ եթե այսպիսի process կա պետք է որոշ շապով համացանությամբ եւ հավասար ցևով նաև երթա Վրաստանի հետ, որովհետեւ Վրաստանը չանդամակցի Եվրոպական միություն, Հայաստանի անդամակցությունը չի գնա, ասեն գղզի գլա Հայաստանը, ունի Թուրքիան, Վրաստանը դեպի չունենա։ Անլես եթե Թուրքիան նաև անդամակցի Եվրոպական միություն, օքեյ։ Բայց եթե այսօր չի գա ճանապարհը, ասեն Թուրքիա եւ Եվրոպական միության հետ համացանություն չի գա, ոչ ապանակցություններ գա սարցով եւ Վրաստան դակավին անորոշ է այսինքն միջամը գսեմ սիմվոլիկ movement է որով հետո ապակային նաև ասիկա կետնի վրա implement բիդել լա միջես բիդել լա գա ասենք գումրուկի հարցերը այլ դնդեսական նաև հարցեր գա Սակայն գարձեմ որ ասուր զուգահեռ Եվրոպական միությունը պետք է Հայաստանը իր հարաբերությունը ասենք ավելի բարելավի մանավանդ տնտեսական հարաբերություն թեկուզ եթե Եվրոպական միությունը անդամ չլնա մոդիկավակային օրինակ կա ասենք monitoring force-ը որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վրա են որ գնամ ասել որ իսկապես բավական հսկայական կորս դարին որ Քոնե գծածին չափ գրծան ասենք այդ փախումները կամ այն ինչ որ բادرեցավ մայիս 2021 եւ սեպտեմբեր 2025-ին չգրտնվեցավ Ասում ենք ունեցանք այն ժամանակ ավելի քան 300 նահատակներ գրիվներուն կամ եւ որ Չերմուկի վրա հարցակեցավ Ադրբեջանական գոմը, Սոտկի գոմը եւ այլն։ Սակայն վստահ բոլորը նաեւ գախյալ է Վրաստանի ավական տիպի ուրբիդուղ, եթե իսկապես Վրաստանը իր քաղաքականությունը դարձյալ կփոխի տիպի արեմուտք, այնտեղ այո Հայաստանը ստիպված է նաեւ աս կոմպլեքս ասենք կազմության մեջ որոշ դիրքորոշումներ ունի։ Իսկ եթե Վրաստանի կառավարություն ապակային ասե որ մենք Եվրոպական միության հետ ալիս հարաբերություն չենք ուզում ունենալ, դերևս օրինակ կսեմ, մենք ավելի եվրասիական շուկա պետք է երբան կամ ասենք արևելքի կամ եվրասիական եկինո Չինաստանի Ռուսի հետ ավելի լավ հարաբերություն պիտի ունենան, այնտեղ Հայաստանի գացություն քիչ դժվար պիտի լա։ Ադորամալ գարձեմ որ Հայաստանի պետությունը այսօր ասենք wait and see approach-ի մեջ պետք է նայենք մետրացի պետությունները ինչ պիտի դնեն Եվ մենք ինչպեսի քայլերուտ գիտենք մենք ասեք ասել չէ որ մենք պետք է պրոակտիվ լանք ցեկից ցալենք դիտենք շուտ ինչ կլակո չէ մենք ալ քայլերու թիմենք բայց հաշվի առնենք որ դակավին քաղաքական քարտեզը հարավային Կովկասի միջին արևելքի եւ վասարեն դակավին չէ գծված հետեւաբար պիտի նայենք ուկրաինիո բادرազն տիպի ուրգերտա ինչպեսի թերևս լուծումը ունենա եւ ադոր հիման վրա Հայաստանը գրնա քայլերու թիմել Այլ կորզումը դարաշրջանի մեջ իբրև դարաշրջանային ուժ Թուրքիան է Այսօր Թուրքիան գործե ծևում ռուսական բացակայության փածը լրացնել դարաշրջանի մեջ, այսինքն իր ասացությունը ավելացնել։ Այսօր հայ-թուրքական հարաբերությունները ուր հասած են ներկա կառավարության օրոք։ Լսեք Թուրքիա արդյոք շատ կարևոր է, որև երբեմն մենք կփոխենք սկացական լալ, բայց իրականությունը խոսենք։ Գերմանիան որ դրացի ունիս
աստերացիտ ագրեսիվ է, բայց ամեն օր եւ օտուրը բանած աչքի դարչև է։ Ոչ մենք գնանք Թուրքիային կարդեզեն հանել, ոչ հուսամ իրենք պիտի փորձեն մեզի կարդեզեն հանել եւ ասիգայի դե ֆակտո այսինքն դրացի պետությունն է ագրեսիվ է, բայց ասիգայի։ Սուրիո մեջ ան ինչ որ բադայցան ինքը մեզի տաստա որ Թուրքիան իսկապես բավական զորավոր լծակներ ունի Դաշնչանի մեջ։ Այսինքն այսօր Բաշար Ասադի կամ ասենք վարչակազմը դաբալիլը 10 օրվա մեջ ասել է որ Թուրքիան գնա նաեւ աշխուժ քաղաքական քայլերու թիմը։ Հիմա ինչպես բադայցա բատմեգը աճոք ռուսին հետ համացանություն գաց չի գար արեմուտքի թերը ինչ էր Իրանը աճոք հանգարձակի ասանք բանի մեջ գտնվեցավ դակավին բացխաներ չեն կիրեր։ Այո, շատ մեծ հարցականներ կա։ Սակայն եթե գիշես Լիբիո եւ որ թեփքերը բադայցան այսին 2015-16 եւ 19-19-ին Իդլիբի վրա գրիվներ եւ որ դեղի ունեցավ այն ժամանակ ասենք նախկին սուրիական վարչակազմի եւ սուրիական ընդդիմության միջեւ հետո Ռուսիո եւ Թուրքիո միջեւ համացանություն կնկվեցավ զինադադար դեղի ունեցավ մենք պետք է 10 քաղաքային ասմեգը եւ ոչ թե այն ժամանակ նորեն իման նույն բաները բիլեսեն բայց եւ որ Սևի հայրամյակը գար վարչապետը եւ այն ժամանակ նախկա այնպիսի լոզունգներով կամ գաղափարներ թիմեցին որ գայս էսպիրքի գուսակական գուսակցումը խոսիկով որ Սևը եւ հայրամյակը պետքություն չի գա pedagogan առումով որ տուն ավելի ատենդը գարես տշնամի չես կա պրովոկոն մանտ եւ տշնամի Թուրքիո բես դաշային ասենք աստեցիկ ուժ մնե Ասիգա մեկ երկրորդը եթե պիտի նայենք այսօր մանավանդ Ուկրաինայում պատերազմեն յետքը ռուսական ասացությունը բավական նվազեցավ Դաշնչանի մեջ Թուրքիան դարձավ ասեցիկ ուժը մենք տեսանք այդ մեկը կոնե եթե մեզի համար մենք կսենք Արցախի ասենք ժամանակավոր գոլուստով բայց դե ֆակտո այսօր Արցախը մերը չէ ուրեմն Թուրքիո ասենք հիմնական նպատակները մեկը իրակորվեցավ քետնիվը հայատապեցավ ոչ թե Արցախը մենք կորսունենք բայց նաև այսօր ոչ մեկ հայ բնակիչ կա Արցախի մեջ այսին դժվար է այսօր ասենք այդ ստատուս կոն իդ վերադեսության ենթարկել եւ որ տուն ամբողջ խաղակարտները Արցախի մեջ կորսունցիր կոնե այս ժամանակաշրջան ասենք այսպիսի ասենք ստատուս կոյով Երրորդը կմնա Ադրբեջան եւ Հայաստան հարաբերությունը, որ շատ նաեւ գաղված է Թուրքիա-Հայաստան հարաբերությունը եւ ասենք դրական թուրք պաշտոնյաներ միշտ ասած են, որ եւ խաղաղություն կնկվի կամ ասենք համացանությունը դերի ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մենք հաջորդ օրը կփանանք սահմանները։ Սակայն հոս նաեւ կարեւորը ոչ սանք շեշտադրումն որ երբեմն եղած է որ անպայման Ադրբեջանի եւ Թուրքիո նպատակները parallel չեն եղած։ Բարձրապես օրինակ եւ որ Ժանագանվոր կերպով պատվեցավ Հայաստանի եւ Թուրքիոյի սահմանը, որովհետեւ հայկական կողմը ասենք օժանդակություն ուղարկե Սուրիո, Ադրբեջանական տերերը շատ կնատադեցին Թուրքիան, ասելով որ մենք դերակացված չէինք ասիկա եւ Թուրքիերը մեզ գտավաճանեն որ ինչպես կլա։ Նույնանման բան բادայցավ նաեւ հայ-թուրքական պրոտոկոլներում ժամանակ 2008-2009 Ադրբեջան կողմը կնատադեց նույն սպանած Թուրքիային, որից գազ բիդի չի մադարել Թուրքիան։ Այսինքն ասել որ նաեւ մենք գնանք աբակային օկտոբեր այսպես կոչված երկու եղբայրներու միջև հարցեր եւ ոծակի բայց հոստում պետք է հարցնենք որ մեր նշանակությունը ինչ է Թուրքիո համար Թուրքիան այսօր շատ շահագրգռված է որ ասխաղության համացանցն կամ ինչ որ համացանցումը ստորագրվի որը ինքը կգործե որ եթե սահմանները բացվի Հայաստանի հետ ուրեմն ինքը տնտեսական առումով գրնա ասենք Հայաստանի վրա ասությունը ուժանալ ինչպես որ Վրաստանի է Իսկ Ադրբեջանը աչքներ այդպես չէ Ադրբեջան ուղղակի կապիտուլյացիայի կդանի Հայաստան այսինքն ան ինչ որ ֆրանսիացիները կամ տաշնակիցները ըրին Գերմանիայով վրա Վերսայի համացանցությամբ այսօր Ադրբեջանն ունեն գուզե ոչ թե իրեն համար ինչպես որ մենք միշտ գսենք որ Ադրբեջանը համար Ղարաբաղի հարցը չէ Ադրբեջանը գուզեն ամբողջ Հայաստանը անել որը նաև ասել իրենց համար pedagogan քաղաքապարախոսություն եղավ այսինքն ոչ թե խոսիմ իրենց բաթմության տասակիրքերու մեջ կամ ասենք pedagogan բաշոնյաներու ասենք տասախորություններու կամ ասենք զրույցներու բարակային ուղղակի իրենց pedagogan այսօր քաղաքականություն եղավ գործանել Հայաստան այսինքն գրավել Սյունիքը եւ այլն եւ Հայաստանը դարձել ասենք բզիկ դգար երգիրը որ ուզած ադեն իրենք կնան հարվածել ինչպես որ այսօր Իսրայելը գնել Լիբանանի հետ իրենք այդպես Հայաստանը գուզեն իսկ Թուրքիո բարակային չէ ճուզեր գարձեմ անգայուն Հայաստանը որը ճուզե ուրիշ փորձակը բադահի գուզե բայց խաղաղությունը ստորագրվի որ ինքը գնա տնտեսական առումով ավելի ընդլայնին եւ հասնի միջև Կենտրոնական Ասիա իսկ Ադրբեջանի բարակային ոչ գուզե անգայուն դգար Հայաստանը որ ինքը ամեն անգամ հարված է Հայաստանը եւ նաեւ իր 30 դարար ասենք վրեժխնդրությունը ստան ինչ որ ինչպես որ իրենք կսենք որ այսինքն Թուրքիան ներկայիս ամենայն դեպս գուզե ավելի տնտեսական ասեցությունով ծեվում իր իշխանությունը այսինքն Թուրքիա շահերեն գպխի այսօր համացանցումը դեղ ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի միջև իսկ Ադրբեջանի շահերեն չի փխիր իսկ Ադրբեջանի բարակային այսօր բավական աշխուժ բանակցություններ կան այդ ճագերդի ասենք խաղաղության պայմանագրի գծով
ինչպիսի չեմ գիտեմ ուր հասած են, այսինքն որքանով հստակ են թե պայմանները ինչ են այդ խաղաղությանը։ Վերջին երկու կետերը, որոնք կային Ադրբեջան շատ, նախ Միսկի խմբի լուծարումը եւ վարչապետ անժանակայցն վարչապետը սա որ գնան գադիգա վերադեսության ենթարկելի եւ այլն եւ երկրորդը նաեւ թիդորտներու եվրոպական միջոցները թիդորտները եւ նաեւ ովևէ երրորդ ուժ պետք է սահմանված նաեւ ոչ միայն եվրոպացի նաեւ ռուսական զոհկերը կամ թիդորտներ կամ ասենք ոստիկաններ կան սահմանում անոնք նաեւ պետք է դուրս գան եւ նաեւ Հայաստանի սահմանության բարեփոխումը ադե եթե հիմա Հայաստանի դերևս գարաճուն ասպոլոր կայլու թիմը ես վստահ եմ որ Ադրբեջանը դավիճը 4 կետը որովհետեւ տեսեք Արդեն իսկ արտաքին գործոս նախարարութենեն յետ կհայտարարեցին այս բոլորը լալեն յետ որ այլ պայմաններ կա որ Ադրբեջանը սկսած է տանել Իսկ եթե այսօր մենք նայենք Ադրբեջանի դեսանգյուրեն դիկտատորական երկիր մն է եւ դու գուզես կորսենք խաղաղություն մստորակրել քու հավիդենագատ կամ չեմ կեր դաշնամի հետ Եվ եթե ես Ալիևն եմ, լավ Հայաստանի հետ այսօր խաղաղության համացանակիր ստորագրեցի եւ ազերբայջանցին հայաստանցիները չմկով կովի գերտան, մեկը մյուսի տուրիստ կնեգոր եւ այլն։ Իմ legitimacy-ս ինչ է։ Եթե իմ legitimacy-ս հայկականությունն է, Հայաստանի պետության գործանումն է, եւ ես չրարի ընդհանրակը Ադրբեջանի եւ հայության միջեւ բարեկամություն մրի, ժողովուրդը միտեսե որ լավ, օքեյ, մենք հիմա խաղաղություն եղավ, ալիս մենք կուզենք ժողովրդավարություն։ Եվ ովևէ դիկտատորական երկրի շահերեն չի կար։ Այսօր անոն բիչիտեմ գար արաբական երկիներու միջև օրինակ եթե ժամանակին խաղաղություն լար Իսրայելի եւ իրենց միջև իրենց legitimacy-ին բինինար։ Գամ ասենք այսօր Իրանի վարչական դե հիմա ասենք հանգած Իրանախ կասե որ ես Իսրայելի հետ խաղաղություն բիդանեմ։ Իրանի ամբողջ քաղաքապարախոսական այդ legitimacy-ին վարչագազմին կփլուզվի, որը վեճը բայսյան ազատագրության դատի վրա հիմնված է քաղաքապարախոսը։ Նույնպես Ադրբեջանի բարակային որ հայադյացության վրա հիմնված է։ Եթե խաղաղությունն է իննաբաս իր քաղաքապարախոսության չէ։ Միշտ պիտի ուզե որ դգար Հայաստանը, որ ամեն անգամ հալված է եւ ամեն անգամ որ ներքին բամալ Ադրբեջանի մեջ հայկական հարցն է որ ժողովուրդը սպարի հայկականությամբ։ Մենք ասում ենք դեսանք նաեւ գիշեմ 2020-ին եւ որ Դավուշի դեպքերը դեղին ունեցան հուլիսին եւ քանի այն ժամանակ Ադրբեջանցին այլ զինվորներ սպանվեցան եւ գազեմ գեներալը հսկայական տիպով հարյուրավոր ադրբեջանցիներ ներխուժեցին Ադրբեջանի մեջլիսը կամ ասենք պարլամանը կամ խորհրդարանը եւ նաեւ Ալիևին համար գայավոր աստակն ասելով որ դեսեք Ադրբեջանի ժողովուրդը ինքը պատերազմ կուզեգոր ինքը ճուզեգոր խաղաղություն եւ գազեմ Ադրբեջանը խկա այսօ այդպեսի քալերու գնա թիմել որը խաղաղություն իննաբաս չէ իրեն գուզե դգար Հայաստանը եւ ամեն անգամ ոպամը լավ որ Հայաստանին հարված է ինքը ասենք ներքին legitimacy ունենա Իսկ ասպարակային Հայաստանը որևէ շահ ունի այդ շահերգալ ասենք խաղաղութենեն այսպիսի միագոմանի զիջումներով Իսկ դժվար գացությունն է որը մենք կտադենք սպյուրքեն աստեղեն նայելով նայենք նախ այլընտրանքներու մասին Հզորացնել պետությունը, բանակը եւ այլն, բայց միևնույն ադեն ադոր զուգահեռ Ադրբեջանը կեցի պիտի չցկե որտուն։ Եվ ժամանակ կուզե։ Բարձ անենք Լիբանանը, այսօր Իսրայելը եթե ասենք խաղաղություն կուզե կամ ինչ որ խոսու Իսրայելյան տանում, բայց վստահ Իսրայելը նաեւ շահեն չի փոխի որ մենք ունենանք հզոր պետությունը, հզոր բանակը։ Նույնպես Ադրբեջանի բարակային, եթե տեսնենք ասենք այգան գոմը գզինվի եւ այլն, ուրեմն բամը բիդան է Թեգուս տենք 4-5 օրվա կամ կարողյա պատերազմի մեջ պատերազմը, որպես դգարացնել Հայաստանը կամ ասենք բանակին հարվածներ հասցնել հայկական բանակին։ Այսին գա այս ճանապարհը որ մենք կնանք գանել, բայց դայնոն դացին գոլուստեր ունենանք եւ այսօր բնակչությունը իննաբաս մեզի չի, այսինքն որ այդ դեմոգրաֆիկ խնդիրը մենք ամեն տարի 30-40 զինյա նահատակ ունենանք։ Իսկ Ադրբեջանը դերս կրնա դիգա, որ 8 միլիոն կամ 10 միլիոն է։ Երկրորդը նաեւ գնանք ունենալ երկրորդ ճանապարհը, որ Եթե Ուկրաինայով պատերազմը խաղաղ լուծվի եւ որոշ համացանության հանցնին Արեմուտքը եւ Ռուսիան, մենք կնանք դերևս Արեմուտքին եւ Ռուսիո գարանտիներ ստանալ, որ եթե խաղաղության բամը ստորագրվի, Ադրբեջանը պիտի չի խախտի։ Բայց հարց անեմ, որ եթե ովևէ հարաբերությունը կամ ովևէ ադեն Ռուսիո եւ Արեմուտքի միջև դարձալ հարց մզակի, ասել է որ պիտի օգտագործեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղակարգը, որովհետեւ proxy war-ը պիտի դառնա։ Կարաս ճանապարհը գնանք, բայց զոր գնանք տանալ։ Իսկ երրորդը հապ գնանք ընդունել ինչ որ Ադրբեջանը ուզե գլուզարվի Միսկի խմբագի ասենք խումբը Արցախյան հարցը կփակվի գնանք համարչունը փոխել
գնանք երակունալ, չեմ գիտեր քայլեր, ամեն ինչ փոխել եւ Սյունիքի մեջ ճանապարհ դալ, բայց հետո ես եւ որ տուն դգար ես եւ տշտամիտ կդեսնենք որ միշտ կոմպրոմայզի գզիչ ավելի բիդուզ է բնական ասած 3 ճանապարհներ ես կդեսնեմ տեգուտես ուրիշները կսեն 4 ավելի 5 բայց աս 3 հատ ռիսկերը շատ լեցուն է եւ պետք է տադենք կամ ուսումնասիրենք աս 3 ավելի ուսումնասիրենք աս 3 ճանապարհներ եւ այդպիսով տադենք որ եթե այս կառավարություն սխալ կամ ճիշտ քայլեր կտիմի ասեցիմ եթե ես լայնը իսկապես շատ թյուրն է քրիս լոզունգներում մեջ ունենք չի հատ բիդանենք ամբիջից ինչ գեվալան օքեյ Այսինքն ես չեմ որ սամանին վրա գեզած եմ Շատ լավ, շնորհակալ ենք այս հարցազրույցին համար Սիրելի ունկնդիրներ, մեզի հետ էր քաղաքագետ Եղիա Տաշյանը, շնորհակալ ենք ձեր ուշադրության համար Ձեզի հետ էր Հարութ Մարգոսյանը, օրագար Քայլակիրով Ցտեսություն